Ողջույն։ ՔՊԱ-կան պատգամավոր նախկինում առողջապահության նախարար աշխատած Արսեն Թորոսյանը, որի կառավարման շրջանում հազարավոր մահեր ունեցանք, Սփյուռքի հայրենակիցներին գրել է. Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին եւ եղբայրներին, ովքեր տասնամյակներ շարունակ տնտեսական ու այլ դժվարություններ են կրել երկու հարևանների կողմից շրջափակման եւ մեկի հետ ռազմական հակամարտության պատճառով, որ դադարեն մտածել եւ իրականացնել հարաբերությունների կարգավորում վերջիններիս հետ, անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել դա։ Ու հարց է տալիս. Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր ապրողները Հայաստանում ապրողներին իրավունք ունեն պահանջելու հարատև ապրել եւ տառապել այս շրջափակման եւ հակամարտության մեջ։ Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պետք է հարևանների հետ լավ հարաբերություն ունենալ, լավ ապրել, խաղաղ ապրել, չլինել բլոկադայի մեջ։ Այսքանը Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում, բայց միայն այդքանը։ Ու այդտեղից հետո սկսում է բուն մանիպուլյացիան։ Քննարկման հարց է. արդյոք սփյուռքահայերը իրավունք ունեն պահանջներ ներկայացնելու, եթե այստեղի քաղաքացի չեն, եթե թողել գնացել են այլ երկրներում են հարկերմություն, իսկ Հայաստանում ապրողներն են կրում նեղությունները մաշկի վրա։ Իսկ եթե գնացել են այնտեղից այստեղ փող են ուղարկում, ներդրում են անում, իսկ եթե նաև քաղաքացի են, իսկ եթե զուտ պարզ ու անկախ ամեն ինչից հայ են, ապրում են այն ամենով, ինչով մենք ենք ապրում։ Այդ դեպքում առնվազն սփյուռքահայերը իրավունք ունեն թե պահանջելու, որ իրենց շահերը չդավաճանեք, որպես Հայաստանի իշխանություն, իրենց սերունդների արդար պայքարը չդավաճանեք։ Ու ՔՊԱ-կանը սփյուռքահայերին վերաբերող նման գրառում անելու առնվազն բարոյական իրավունքը չուներ, թեկուզ նրա համար, որ Նիկոլը հեղափոխությունից հետո գնացել էր Լոս Անջելես ու միտինգ էր անում, խոստումներ էր տալիս հայրենիքում ապրողների մասին։ Այդ սփյուռքն էր գումար հանգանակում, որ այստեղ ուղղեք պատերազմին, իսկ ՔՊ-ն մտցնում էր բյուջե ու պատերազմի ժամանակ Արցախ մեկնող ՔՊԱ-կաններին գործուղման գումար տալիս։ Դե հիմա մարդիկ էլ նստում ու ասում են իրենց պատկերացրածը, թե միայն իրավունք ունեն ձեզ գովալու, այ քննադատելը իրավունք չունեն։ Իրականում դա միայն սփյուռքահայերը չեն, այն քննադատությունները, որոնք տալիս են Սփյուռքից, դրանից շատ ավելի ուժգին այստեղ կան ու ամեն օր, այնպես չի թե Թորոսյանի տրամադրությունը դրանից փոխվում է։ Լավ է, սաղ մի կողմ։ ՔՊԱ-կանն ասում է, ինչքան էլ սիրենք մեր բոլոր հայրենակիցներին, պետք է անկեղծ լինենք հենց ինքներս մեզ հետ։ Հիմա առաջարկում եմ անկեղծանալ ու ասել. խնդիրն իրապես այն չէ, ինչքան է քննադատում պահանջում Սփյուռքը, անգամ խնդիրն այն չէ, թե ինչ աքսիոմատիկ տարբերակներ է ներկայացնում։ Խնդիրն այն է, որ դուք ինչ ասել եք, լրիվ հակառակն եք արել։ Մարդիկ ձեզ չեն վստահում, մարդիկ ասում են հրաժարական տվեք ու կորեք մեր աչքերից, անտանելի եք դուք, ձեր ամենից գոհ դեմքերը, ձեր լցված թշերը, ձեր ձայները, ձեր ստերը, անդադար ստերը։ Մարդիկ ասում են, եթե անգամ ճիշտ բան ես ասում, դու, այո, հենց դու Արսեն, ի վիճակի եք հակամարտությունը սրելու փոխարեն այն վերացնել, արժանապատիվ խաղաղություն հաստատել, սահման բացել, ժողովրդին կոչ անել թշնամությունը հաղթարել եւ բարիշել, ի վիճակի եք, այն խաղաղ տեղը եկաք, չեկաք, պատերազմ բերեցիք, զարգացող Արցախը, մեկ էլ հիշեցիք ինչ որ 90-ականների թուղթ, թե բա Ադրբեջանին է Արցախը, թողեցիք Ալիևը հայաթափանի, նստեցիք տակ տեղներդ, մատը մատին չտվեցիք, հիմա էլ թե հերվից մեզ մի քննադատեք, մենք էստեղ նեղության մեջ ենք, այդ նեղություն բերողը հենց դուք եք, բա ինչ անեն, որ ձեզ չասեն, ում ասեն, Քոչարյանին, Լևոնին, Դեմիրճյանին, ամբողջ խնդիրը էս է։ Նախկինում հակամարտությունը չի լուծվել, բայց չի սրվել չնչին բացառություններով։ Աշխարհում 1000 ու մի նմանատիպ հակամարտություն կա, սառեցված է։ Մեկն էլ է սա, եկաք, սադրեցիք, հրահրեցիք, հիմա էլ թե հեշտ է հերվից քննադատելը։ Մարդիկ ասում են, դուք նախընտրական ծրագրում գրել եք Արցախի ինքնորոշման ճանաչում, Շուշիի, Հադրութի հետ բերում, խաղաղության դարաշրջան, արել եք, չեք արել, ինչի, չեք ուզել, իբր շատ եք ուզել, բա ինչն է պատճառը, անեիք, պահեիք,
ինչ է սփյուռքը կամ ներսից խանգարել են, ոչ ու ոչ։ Ոչ մեկ էլ չի խանգարել, թողել են աշխատել, գցել եք ոտներիդ, մեզ էլ հետը չեք կարողացել, որովհետև բացի մոլորեցնելուց, այս ժողովրդին բացի մոլորեցնելուց ուրիշ այլ բանի ընդունակ չեք, դա փաստը։ Իհարկե ոչ մենք այստեղի բնակչությունը, ոչ մեր սփյուռքի հայրենակիցները չենք ուզում շրջափակում ունենալ, տնտեսական վնասներ կրել, ռազմական բախում, ուզում ենք հարաբերությունների կարգավորում, բայց հարց, իսկ ինչի դուք կարողանալու եք դա ապահովել։ 7 տարի իշխանության եք, տեսել ենք լրիվ հակառակը, ձեր արած ամեն բան բերել է հակամարտության խորացմանը, ասածներն էլ բերել է պատերազմի, բռնագաղթի, զիջումների, հանձնումների, բայց ոչ երբեք կարգավորման։ Նիկոլն ինչ որ լիքը բաներ է ասել, էլ ասում է պատերազմը խաղաղության համար է լինում, էլ եսի մի ինչ, այ ընկեր, 3 պատերազմի եք բերել, ուր է խաղաղությունը։ Ինչքան որ ձեր գոռալով Արցախը դարձավ Հայաստան, նույն կերպ էլ ձեր գոռալով ստորագրելով խաղաղություն է լինելու։ Ժողովուրդ ջան, ես կուզենամ, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ոչ թե լինի փշալար կամ բարձր պատ, այլ Պորտուգալիան ու Իսպանիան իրար կապող 6 մետր երկարությամբ, 1.5 մետր լայնությամբ կամրջից լինի։ Շատ լավ կլինի, բայց դա միայն կենաց է։ Ինչպես որ կենաց է ձեր ասած ամեն ինչ, մենակ սահմանը չէ։ Ասում եք գնանք Եվրամիություն, եվրոպական շուկա, Սուքիասյան Խաչատուրն է ասում, սաղ աշխարհը ձգտում է Եվրոպայի հետ առևտուր անել, լավ եք ասում, բայց Խաչատուր Սուքիասյանը որպես խոշոր գործարար, ինչ է կարծում, Պապոյան Գևորգը այն պաշտոնյան է, այն խելքը, ուժը ու ռեսուրսը ունի, որ դա անի, կազմակերպի ու իրականացնի։ Ոչ մեկ չի խանգարում, որ գնաք Եվրոպա, ոչ ներսից, ոչ դրսից, բայց գնացեք ինտեգրվեք, մեզ էլ ձեն տվեք գանք։ Կարող եք։ Էլի շատ լավ գաղափար է Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը, սերտացումը, հատկապես հիմա։ Ռուսաստանի հետ անվտանգային ինտեգրում, ջրի զենք, էժան գազ, փող, մեծ շուկա, այդ սաղ պատկերացրեք կար։ Եկաք համը հանեցիք, կարող եք վերականգնել, չեք կարող։ Պարոն Թորոսյան, այո, առաջարկում եմ անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ։ Այս սաղ ձախողումների պատճառը նաև այդ չկարողանալն է։ Ամերիկայի հետ ռազմավարական ինչ-որ թուղթ եք ստորագրել։ Կարող եք Ամերիկայի հետ հարաբերությունները հասցնել այդ թղթի մակարդակին, այդ փաստաթղթի։ Աղմուկ եթե Ամերիկան զենք է ուղարկում, որ Հայաստանում զորավարժություն անի։ Դուք կարող եք հասնել նրան, որ ասենք այդ զենքերը Հայաստանում մնան։ Կարող եք այդ ռազմավարական գործընկերությամբ այնպես անել, որ վիզաները դյուրացնեն։ Չեք կարող։ Երկրից ղեկավար կոչվածը գնում հասնում է Միացյալ Նահանգներ, նոր ռազմավարական գործընկեր է։ Փոխնախագահն է միայն մի հատ սելֆի անում հետո ու վերջ։ Ամոթից գետինն ենք մտնում։ Դուք սփյուռքի հայերին ասում եք մի քննադատի, դուք միայն խոստացել եք, ասել եք, բայց չեք արել, ցույց եք տվել ձեր կատարյալ անկարողությունը։ Լավ բան ասելը այլ է, լավ բան անելը լրիվ այլ է, աշխատանք է, գիտելիք է, փորձ է, մեծ ցանկություն է, կամք է։ Ձեզ մոտ կամքը վերաբերում է միայն իշխանությունը պահելուն, ուրիշ ոչ մի բանի։ Թուրքիայի հետ սահման բացելը շատ լավ է, բայց 7 տարի դրանից խոսելով ինչ եք արել։ Մի հատ բացեցին երկրաշարժից հետո մի քիչ օգնություն տարակ, մի հատ էլ այսօր են բացել Սիրիա օգնություն տանեք։ Դա է լրիվ։ Բայց պայմանավորվել եք երրորդ երկրների համար բացել։ Ձեր պայմանավորվածությունները սահմանափակվել են, մեկ որ Նիկոլը գնա Էրդողանի երթմնակալությանը մի հատ անկյունի վրա նստի, մեկ որ Էրդողանի գիրքը գրքի նկարվի, մեկ էլ որ մեր փողերով թուրք լրագրողների բերեք, պտտացնեք, գնան վատ բաներ գրեն։ Պատկերացրեք, որ շատ արժանապատիվ էր Հայաստանի կեցվածքը այն ժամանակ, երբ դուք ու ձեր այս շփումները չկային, գոնե չէինք տեսնում, գնում են այն աշխարհը գալիս։ Կրկնում եմ, ձեզ մոտ չի ստացվել ոչինչ։ Լավ ելույթներ եղել են, գաղափարներ եղել են, Սամալյոտի գործարաններ էր լավ գաղափար, տեսախցիկները հանելներ էր փայլուն գաղափար, հայկական տեխնիկայի գործարաններ էր լավ գաղափար, բամբակի գործարաններ, շաքարի գործարաններ, անգամ կոկորդիլոսա բուծարաններ էր լավ գաղափար, բայց զերո, ոչինչ չեք կարողանում գլուխ բերել, որովհետև չեք կարող։ Դուք խոստումներ եք տալիս, որոնց հենց տալու վաղտ արդեն գիտեք, որ սուտ եք ասում։ Դուք չգիտեիք, որ ոչինչ չեք անելու Շուշիի ու Հադրութի հետ բերելու ուղղությամբ։ Գիտեիք,
բայց խոստանում էիք առանց ամաչելու մարդկանց հույզերի վրա խաղալով։ Ձեր 2021 թվականի արտահերթ նախընտրական ծրագրում ինչու չկար Տավուշից գյուղերի հանձնումը, որովհետև ուրիշ բան էիք անելու, իսկ դրա մասին խոսելը շահեկան չէր։ Ասել ես մեզ ընտրեք, թե չէ Քոչարյանը կգա պատերազմ կլինի, ուզենալու է Ղարաբաղի կորցրած մասը հետ բերի։ Մնացել ես, ու դրանից հետո եղել են ջերմուկի հարձակումներ, հետո եղել է Արցախի վրա հարձակում, հայաթափում, եղել են հանձնումներ Սյունիքում։ Ինչու՞։ Որովհետև չկարողացաք ուրիշ ձև։ Քոչարյանի ժամանակ Հեյդար Ալիևը համակերպվել էր Արցախի կորստի հետ, որը ընդամենը բանակցություններով կարգավորվող հարց էր։ Եկար ադրբեջանական երազանքը դարձիր իրականություն, հերիք չէ, ու այդ ամենը 5000 զոհ տալուց հետո։ Պարոն Թորոսյան, այս սաղ, որ թվարկում եմ, ոչ մեկ ձեզ չի խանգարել, որ նորմալ անեք, բայց կամ ի սկզբանե ստել եք, չէիք էլ պատրաստվում անել դրանք, կամ ուզել եք, բայց չեք կարողացել, ու սրանից հետո էլ չեք կարողանալու։ Նախորդ տարի ասում եք Ադրբեջանին Տավուշից կտանք 4 գյուղ, կստանանք 9 գյուղի կենսական նշանակության տարածք։ Տվել եք, բայց ինչ եք ստացել։ Շամպոչ։ Անգամ հենակետեր եք հանձնել, որոնք ձեր նշած սահմանազատումների արդյունքում պետք է չհանձնեիք։ Ձեր կարողությունը այդքանն է։ Համընդհանուր հայտարարագրի մասին քանի դրական կարծիք եք լսել հանրությունից, մասնագետներից։ Ես չեմ լսել։ Մենակ Նիկոլենքեն լավն ասում։ Երեկ էլ դա ներկայացնում էր որպես շրջադարձային բարեփոխում, աղամանի ու տոպրակների բարեփոխումների նման բան։ Կարող է վատ գաղափար չէ, բայց մենակ այն, որ դա դուք եք ներկայացրել, չի ընդունվում, որովհետև ձեզ չեն ընդունում մարդիկ, որովհետև մինչև այս սաղ խաբելեք ու պռավալ եք տվել։ Ոստիկանական բարեփոխում էլ էի կարել, ինչ է ստացվել ձեզ մոտ։ Ոստիկանները փողոցից մարդուն բռնում տանում են ու ծեծելով ստիպում են իր վրա վերցնի ուրիշի կատարած հանցանքը։ Ոստիկաններն ազատության մեջ են, այդ ոստիկաններով։ Այսօր ներքին գործերի նախարարն ակնարկում էր, որ չեն էլ պատժվելու, որովհետև չէր հավատում, որ ծեծել են։ Բարեփոխված ոստիկանության պահվածքը ոչ միայն իրավական տեսանկյունից է դատապարտելի, այլև բարոյականության, մարդկայնության տեսանկյունից չկա այդպիսի բան։ Պատկերացնում եք 29 տարեկանում տղան տեսնի 2 պատերազմ, կորցնի ծնողներին, տեսնի բռնագաղթ, ու նաև նրան բռնեն, ասեն գնա ուրիշի կատարած հանցանքի համար բանտ նստի։ Նախարար Արփինե Սարգսյանը, որ այդ ծեծված տղուց ընդամենը 1.5 տարի է մեծ, ասում է չեմ հավատում, որ ծեծել են, վրան կապտուկներ չկան։ Ասեմ իմանաս տիկին նախարար, որ ամեն օր են բաժիններում ծեծեր լինում ու ծեծում են այնպես, որ կապտուկները նախարարի համար տեսանելի չլինեն։ Ներքին գործերի նախարարությունը նոր է բացվել, արդեն բայց նախարարներ եք փոխում։ Բարեփոխում այդպես էլ չկա ու չի էլ լինելու, չեք կարող։ Չես կարող ոստիկանին ստիպել, որ Նիկոլի հաճույքի համար ընդդիմադիր ծեծի, իր հաճույքի համար չծեծի։ Ծեծը դառնում է սովորություն։ Կարճ ասած, լրանում է այս իշխանության կառավարման 7 տարին, մոտավորապես 2 ժամկետ իշխանության են։ Այս տարիները եկան ապացուցելու, որ անընդունակ եք լավ բան անելու, խոստում կատարելու։ Դուք հաստատել եք, որ Նիկոլի աջակիցների կողմից տրված խեղճ հարիվ գնահատականը ճիշտ է։ Իդեպ, ես ամբողջ այս նյութի ընթացքում ոչ էլ շարժվեցի հանրության մեջ խիստ տարածված թեզով, որ թշնամու դրածո եք, դավաճան եք, այլ կանխավարկածով, որ անկարող եք։ Եթե գործակալ լինելը դեռ կարողանում եք հերքել, ապիկար լինելը այլևս չի ստացվի, փաստ է։